Տիրոջը փառք լինի, փառք Աստծուն։ Խոսքը այսօրվա որ պիտի ձեզ ներկայացնեմ, այսպես եմ վերնագրել Աստծո խորհուրդը Քրիստոսի համար։ Մենք գիտենք, Աստված մեկ Աստված է, այսինքն այս ամենը ինչ որ տվել է, այս ամենը որ ստեղծել է, դա մեկ Աստված է արել։ Չկան տարբեր շատ աստվածներ։ Հայերեն բառը շատ հետաքրքիր ձևով է կազմված Աստված, այսինքն այս ամենը տվողը, այս ամենը ստեղծողը, ստեղծող արարիչը մեկն է, բայց Աստված մեկ Աստված լինելով հանդերձ ինքը մեկանձնյա չի, երեք անձեր են, որոնք մեկացած են իրար հետ ձուլված, մեկացած եւ մեկ պատկեր ունեն։ Աստված եռամիասնություն է, այսպես ենք ասում, սա ասում Սուրբ Գիրքը։ Եվ նոր կտականով ավելի է բացահայտվում Աստծո եռամիասնությունը Հայր Աստված, Որդի եւ Սուրբ Հոգի Աստված։ Երեք անձեր են, նրանք տարբեր անձեր են, բայց ձուլված, մեկացած մեկ աստվածության մեջ, մեկ պատկերի նկարագրի մեջ։ Եվ հաճախ տեսնում ենք, որ ասենք ինչ որ ասենց ասած բաներ, քարոզներ, խոսքեր կամ ուղղություններ, որ ներկայացնում են Աստծուն, պատկերացում կամ ասենց ասած խոսում են Աստծո մասին, պատկերացում են տալիս, տեսնում ենք շատ հաճախ տեղեր կա, որ խոսքը այնպես են կառուցում, վարդապետությունը այնպեսին է, ճանաչողությունը, որ ասենց ասած ծանրությունը դնում են երեք անձերից որևէ մեկի վրա։ Օրինակ ռասելականները, որ իրանց անվանել են Եհովայի վկաներ, բայց իրանք Եհովայի վկաներ չեն իրականության մեջ, նրանք ծանրությունը դրել են Հայր Աստծո վրա եւ ասենց ասած ամբողջ իրանց խոսքը քարոզչությունը դրա վրա են կառուցում, Քրիստոսին ստվերի տակ թողելով, անտեսելով։ Կամ ուրիշ խմբեր կան, որ լսում ես իրանք ծանրությունը դրել են ամբողջությամբ Սուրբ Հոգու վրա եւ մարդկանց մաղում են ավելին, ասենց ասած, Սուրբ Հոգի ճանաչել, Սուրբ Հոգու հետ հաղորդ լինել, Սուրբ Հոգու երկրպագել, Սուրբ Հոգուն աղոթել եւ մնացած բաները։ Եվ նորից Հայր Աստված, Որդի Աստված ստվերվում է իրանց բաներում, խոսքերում, քարոզներում եւ կարծես թե նրանք մասնակից չեն մարդու հոգևոր կյանքի հետ կապված հարցերին, այլ հեռու երկնքում, այսպես են ներկայացնում։ Բայց օրինակի համար ինչ է ներկայացնում Սուրբ Գիրքը իրականության մեջ։ Աստծո եռամիասնության երեք անձերն են, աստվածային անձերն են, բայց ո՞րն է Աստծո նպատակը, ծրագիր ավելի ճիշտ, ինչպես է Աստված որոշել, որ լինի, ոնց որ։ Եվ երբ որ իրականությանը ծանոթանում ենք Սուրբ Գրքի, տեսնում ենք ամեն մեկը իր կարևորություն ունեն երեք անձերն էլ, բայց խորհուրդ ու ծրագիր ունի Աստված վաղուց դեռևս ոչինչ անգամ չստեղծած, որ ոնց որ ամեն բան պիտի Քրիստոսի հետ կապվի եւ Աստծո հետ կապված, Աստծո հետ ամեն բան Քրիստոսով պիտի լինի։ Թե ստեղծագործություն, թե օրհնություն, թե բարիք, թե դատաստան, թե պատիժ, թե ինչ-որ մի բան, որ ստեղծվի, ամեն բան, ինչ-որ պիտի լինի, Քրիստոսի հետ կապված պիտի լինի։ Եվ անգամ, երբ որ հարցը գալիս է սրան, թե լավ, մենք, ասենց ասած, Աստված ում հետ է կամենում, որ մեր հաղորդությունը լինի, Կորինթացիների առաջի Կորինթացիների 1:9-ում ասում է հավատարիմ է Աստված, որ մեզ կանչեց իր որդու Հիսուս Քրիստոսի հետ հաղորդության։ Այսինքն Աստված Հայրը, Աստված Սուրբ Հոգին ինքը։ Իրանց ծրագիրը սա է, որպեսզի մենք մարդիկս հենց մեր հաղորդությունը կառուցենք Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ կարելի ասել Տերը կարևորել է այս հարցը, որ Քրիստոսը գլխավոր եւ կարևոր անձը լինի Աստծո հետ հաղորդակցության եւ Աստծոց ամեն բաներ վերցնելու, առնելու, շփվելու, հաղորդակցվելու հարցում։ Նրա Քրիստոսի միջոցով, Քրիստոսի անունով, Քրիստոսի պատճառով
մեզ լինի ամեն բան, ինչ որ Աստծո հետ կապված է։ Եթե պիտի դու Հայր Աստծուն ճանաչես, Սուրբ Հոգուն ճանաչես, եթե դու ուզում ես փրկվես, օրհնվես, ներվես, սրբվես, երկինք մտնես, ամեն բան պետք է Քրիստոսով լինի։ Եվ ես կուզեմ կարդամ Աստծո ծրագրի խորհուրդը, խորհուրդ ինչ է ասում, որովհետև դա ասենք ասած ծածկված գաղտնիք էր, որ Քրիստոսով բացահայտվեց։ Կուզեմ կարդամ Եփեսացիս թղթից առաջի գլխի 9-10 համարները, ցույց տալով մեզ իր կամքի խորհուրդը իր հաճության պես, որ առաջուց դրավ իրանում, ժամանակների լրության տնտեսության համար, որ ամեն բան բովանդակվի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է եւ ինչ որ երկրում է։ Տեսնում եք ինչ ներկայացրեց, ասում է Քրիստոսին ուղարկելով Աստված իր կամքի խորհուրդը բացահայտեց Քրիստոսի հետ կապված, այսինքն ինքը կամք ուներ, գաղտնիք ուներ, ծածկված բան, որ բացահայտվեց Հիսուս Քրիստոսով, եւ դա ասում է, որ առաջուց դրավ իրանում, առաջուց, այսինքն հետո որ շատ ուրիշ տեղերում ես համարներ կհիշեցնեմ ձեզ, որ կարդում ենք առաջուց հասկանում ենք, որ դեռևս ոչինչ չէր ստեղծված, այնքան աշխարհը ոչինչ չէր ստեղծված, բայց այս միտքը, ծրագիրը, խորհուրդը նա ուներ։ Այս ինչ որ հիմա կարդում ենք, այս ծրագիրը ինքը բավական շատ շուտ բանից ուներ։ Կարամ համար ասեմ Կողոսացիս 1:25-ից 29-ում ասում է խորհուրդը ծածկված էր հավիտենից առաջ եւ դարերից առաջ, հավիտյան դարերից առաջ։ Մեկ ուրիշ տեղ ասում է աշխարհը ստեղծելուց առաջ։ Այսինքն դեռևս ոչինչ չկա, բայց Աստված այս խորհուրդն ու ծրագիրը ուներ, որն է այդ, եւ ասում է ժամանակների լրության տնտեսության համար, այսինքն երբ որ ժամանակը լրանա եւ այս խորհուրդը բացահայտվի, իրականանա, ասում է որ ամեն բան բովանդակվի Քրիստոսում է, ինչ որ երկնքումն է եւ ինչ որ երկրում է։ Ամեն բան բովանդակվի Քրիստոսում է։ Քրիստոսի մեջ, Քրիստոսի հետ, Քրիստոսով ամեն բան լինի։ Նրա հետ կապված լինի, նրա համար, այս դրա մեջ շատ մեծ բան կա, օրինակ Կողոսացիների թղթում ասում է ամեն ինչ որ ստեղծվեց, ասում է շատ տեղերում ասում, միայն Կողոսացիս առաջի գլխում չի ասում, բայց ես էսի հիշեցնեմ, ասում է ամեն բան ստեղծվեց, Քրիստոսով ստեղծվեց, բայց նաև մի բան էլ է ասում, եթե տեսնում եք Քրիստոսով նախ ստեղծվեց, այսինքն կարևորում է այստեղ Քրիստոսի հենց ստեղծագործ լինել, երկրորդը ամեն ինչ որ ստեղծվեց, նրա համար ստեղծվեց։ Քրիստոսով ստեղծվեց ու Քրիստոսի համար ստեղծվեց։ Հենց ստեղծագործությունը, որ ստեղծվեց ամեն բան, գրված է Քրիստոսի համար ստեղծվեց։ Քրիստոսի հետ կապվեց։ Նրա պատճառով, նրան ծառայելու, նրա փառքի համար եւ մնացած այլ բաներ, որ ներկայացնում է այստեղ։ Այսինքն այո, հավիտյանից առաջ, որ դեռևս ոչինչ չկա, Աստված որոշել է իր աներևույթ Աստված, չերևացող Աստվածը, որ ինքը աներևույթ է ստեղծագործության կողմից, ինքը որոշել է, որպեսզի իր որդին Հիսուս Քրիստոսը հայտնի դառնա որպես իր եռամիասնության ոնց որ ներկայացուցիչ եւ նրա հետ կապվի ամեն բան։ Եվ ստեղ ասում է թե երկնքում լինող, թե երկրի վրա լինող, անգամ երբ որ ռեշտակներ ստեղծվեց, սերոբեներ, քերոբեներ, ուրիշ տեղ ասում է աթոռներ, տերություններ, իշխանություններ, պետություններ, սա ամեն ինչը կան երկնային։ Ամեն ինչը Քրիստոսով ստեղծվեց եւ իր համար ստեղծվեց։ Եվ սա Աստծո խորհուրդն է։ Իր որդու հետ պիտի կապված լինի առանց Քրիստոսի ոչինչ չկա։ Քրիստոսի հետ չկապված ոչ մի բան չի լինելու։ Անկամ պատիժն ու դատաստանները Քրիստոսի հետ կապված լինելով է իրականանալու։ Մենք գիտենք, դատողն էլ է Քրիստոսը, արդարացնողն էլ է Քրիստոսը, չէ՞։ Եվ դատվում են մարդիկ օրինակի համար, ինչի համար, հենց նրա համար, որ Քրիստոսի հետ սխալ վերաբերվում են։ Քրիստոսին չեն ընդունում, Քրիստոսին չեն հավատում, Քրիստոսին չեն պատվում։ Իսկ Աստված պատվել է իր որդուն, բարձրացրել է իր որդուն։ Իսկ սա հավիտենից եղած ծրագիրը խորհուրդ է ու հավիտենական ծրագիրը խորհուրդ է, այսինքն ինչ որ ստեղծեց, ինչ որ արեց, իր որդու համար արեց, իր որդու հետ կապեց։ Եվ դրա համար էլ երբ որ հարցը առաջանում է
ումը դիմենք կամ ում հետ ունենանք հաղորդակցություն եւ մեկություն։ Սուրբ Գիրքը ասում է Աստված մեզ կանչեց իր որդու Հիսուս Քրիստոսի հաղորդակցությանը։ Այս Աստծո ծրագիրը լուծում է մարդկության, ասենք ասած, շատ հարցեր։ Մարդկությունը այսօր բազմաթիվ ճանապարհներ է կարծես թե, ասես կրոններով ճանապարհներ է ստեղծել երկինք մտնելու, օրհնություն ժառանգելու, մեղքերի թողություն ստանալու, Աստծո մոտ շնորհ գտնելու, բոլոր կրոնները այդ են ասում, այս արային արասրան, ոնց որ ասած, այս միջոցով, այս ճանապարհով, այս անձով, այս ձևով կարաս ներվես, Աստծո մոտ ընդունվես, օրհնվես, չէ՞, բայց Տիրոջ խորհուրդը բացահայտում է այս իրականությունը, առանց Քրիստոս ոչ մի այդպիսի, ոնց որ ասած, օրհնություն չկա։ Ինքը Տեր Հիսուս Քրիստոսը Հովհաննես 14-րդ գլուխ 6-րդ խոսքում հստակ ասեց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչով չի գնա Հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Այսինքն չկա տես ճանապարհ ուրիշ։ Ուրիշտեղ Սուրբ Գիրքը ասում է, Պետրոս առաքյալն ասում է, «Էլ ուրիշ անուն չի տրված երկնքի տակ մարդկանց երկրի վրա մարդկանց համար, որով կարելի լինել ինչ անել, փրկվել»։ Ամեն բան բովանդակվում է Քրիստոսում է։ Բոլոր բարիքները նրա մեջ է, նրա հետ է, նրանն է, նրանով է։ Բոլոր օրհնությունները, անգամ նորից եմ ասում, դատաստանն ու պատիժն էլ, հարվածները, եւ տեսնում ենք հենց այդ խորհրդի համեմատել Եփեսացիս թղթում Պողոսը ներկայացնում է։ Օրինակ, ես մի քիչ հետ գնամ այդ նոր կարդաց 9-10 համարները, 3-րդ խոսքից կարդամ, առաջ ասում է. «Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգեվոր օրհնություններով երկնավոր բաներումը Քրիստոսով»։ Տեսեք, ասում է Աստծուն օրհնում է, փառք է տալիս Պողոսը, Աստծո հոգով իհարկե, եւ ինչի համար, ասում է, որ մեզ ամեն հոգեվոր օրհնություններով օրհնեց։ Այսինքն ոչ մի բանի պակասություն չի լինի։ Դավիթը, որ ասում էր Տերն է իմ հովիվս, ես բանի պակասություն չեմ ունենա, այո, Տեր, այսինքն Տեր Հիսուսը այս մեր հովիվն է։ Եվ Հիսուսով, Հիսուսի պատճառով, Հիսուսի հետ կապված, Հիսուսի միջոցով, Հիսուսի անունով Աստված մեզ օրհնում է ամեն օրհնություններով։ Իսկ որ հակառակ կողմից նայեն, գիտեք ինչ է նշանակում։ Աստված ոչ մի բան չի անում առանց Հիսուսի։ Ոչ մի օրհնություն չի տալիս հավիտենական օրհնությունների մասնախոսքում առանց Հիսուսի։ Նաև անգամ հավատացեք, այս օդն էլ, ջուրն էլ, որ այսօր շնչում ենք, խմում ենք, էդ էլ Հիսուսով է մեզ տրվել։ Որտեվ հավիտենից առաջ դեռ էս ոչինչ չստեղծած, օդ ու ջուրն էլ չստեղծած, երբ որ մտածում էր օդ ու ջուր ստեղծի մարդու համար, Հիսուսի բանով հետ կապված այդ օրհնությունն ու բարիքը մեզ եղել։ Ամեն ինչ պետք է ասել, ասում Աստված, ամեն ինչ Հայրը բովանդակում է Քրիստոսի մեջ, իր որդու մեջ։ Իր հետ չի կապում, Սուրբ Հոգու հետ չի կապում, Հիսուսի հետ է կապում։ Իրենից ոչ թե պիտի խնդրես, Սուրբ Հոգուց պիտի խնդրես, Հիսուսից պիտի խնդրես։ Սաղմոս 2-ում ներկայացնում է, որ երկրի թագավորները, մեծամեծերը, իշխանները ապստամբություն են խորում։ Ոնց որ հրաժարվենք Աստծո քրիստոսի, այսինքն Քրիստոսի իշխանությունից։ Եվ ասում է, երկնքում բնակվող նրանց վրա ինչ անում, ծիծաղում է։ Եվ գիտեք ինչ է ասում, ասում է, ես իմ որդուն արդեն օծել եմ, հաստատել եմ։ Ասել եմ, դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ, ինձանից ուզիր, ես ոնց բոլոր հեթանոսները, ամբողջ ամեն իշխանությունը քեզ է տրվել։ Ինչ կուզեն ասեն, երկրի վրա մարդիկ ինչ կուզեն մտածեն, ես որոշել եմ, Հայրը այդ ասում, ես որոշել եմ իմ որդուն տամ այդ ամեն իշխանությունը, թող հա մտածեն, չէ, չենք ուզում լսենք, չենք ուզում հնազանդվենք, ու դու գիտեք, այսօր աշխարհի վրա աշխատանք է կատարվում, օրինակ, չեն ասում միլենիումի, չէ, ծրագիր, այսինքն դա ոնց որ ասած ոսկե հազարամյակա, որտեղ պիտի Հիսուսը չթագավորի, ամբողջ աշխատանքը տարվում է, որ Հիսուսին հակառակվեն։ Եվ այդ են անում երկրի իշխանները, մեծամեծերը, ասում է, միաբանվել են։ Այսինքն միաբանվել են հավիտենից, ոնց որ ասած, Աստծո որոշած ծրագիրը խափանելու, որ Հիսուսի հետ կապված չլինի, օրինակ եմար հազարամյակը։ Որ Հիսուսը չթագավորի, բայց ասում է երկնքում բնակվողը ծիծաղում է նրանց վրա,
ու վերջում էլ ասում է խոհեմացեք ով երկրի թագավորներ ու դատավորներ, որդուն համբյուրեցեք, որ նա չբարկանա, որտեղ շուտով նրա բարկությունը պիտի բորբոքվի, այսինքն նորից մղում է որդուն, գնացեք ոտեր անգեք, գնացեք խոնարհվեք, համբյուրեք, երկրպագեք, խոնարհվեք, որտեղ ինչ կուզեք կարեք, որոշեք, ուղղակի շատ ձեր վրա բարկություն պետք է առաջացնեք եւ պիտի այն Հիսուսը, որին ուժում եք մերժեք, այն Հիսուսի ձեռով է լինելու է ձեր ինչը դատաստանը, իր ձեռով է լինելու։ Ամեն բան է Տիրոջ հետ կապված։ Դրա համար այդ կրոնները, ուղղությունները, որ մեկ ասում է, ես սենց հիշում եմ, մեկ այդ խոսում է, Աստված ասում, հետո որ ես Հիսուս Քրիստոս ասես չէ, ես Հիսուսով չի, ես սենց եմ բան անում։ Ասեցի փուշ ճամփա է, դատարկ ճամփա է։ Այն Աստված, որ իրական Աստվածն է, քո ճանապարհը, քո մոտեցումը այս ձևի չի ընդունելու։ Նա իր որդուն ա դրե, որդուն կընդունես, ինքը քեզ կընդունի, որդուն չես ընդունի, ինքը քեզ չի ընդունի։ Նա ամեն բան բովանդակել է Հիսուս Քրիստոսի մեջ, որդու մեջ, վերջ։ Նրա հետ է կապված ամեն ինչ։ Եվ այս կարգի խոսք, ես ասեցի չկարդացի, Եփեսացիս թղթում բացահայտում ասում է, մեզ օրհնել է ամեն օրհնություններով Քրիստոսով։ Ասում է, ինչպես որ ընտրեց մեզ նրանով աշխարհի ստեղծելուց առաջ, ուշադրություն դարձեք, եթե ընտրում է մարդկանց, եթե ընտրում է Աստված, որ Իրանը լինեն, Իրանը պատկանան, իր ժողովուրդը լինեն, որ իր բոլոր օրհնություններից բաժին ունենան, ասում է ոնց ընտրում, նրանով, ումով Հիսուս Քրիստոսով։ Այդտենց էլ կա։ Այսօր աշխարհի մեջ ընտրություն է էլի կատարում, Աստված իր ժողովուրդն է հավաքում եւ իր բարիքներն ու օրհնությունները հավիտենական, որ պետք է շնորհի ու ապրի այդ ժողովրդի հետ։ Ովքեր են այդ ժողովուրդը, նրանք ովքեր Քրիստոսին ընդունում են։ Ոչ թե Մուհամեդին են ընդունում, ոչ թե Կրիշնյանին են ընդունում, ոչ թե ինչ որ Բուդդային ընդունում կա որևէ մուկ ու կռիս, որ անունը դրել են Աստված ու դրա հետևից ազգեր կան ժողովուրդները եթում են, չէ։ Չէ, ովքեր Քրիստոսին են ընդունում։ Տեր Հիսուս Քրիստոսի համար հատուկ վկայություն տվեց Տերը, քանի անգամ երկնքից, ասում է, երբ որ ինքը Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվեց, չէ, Հորդանանում դուրս եկավ, երկնքից վկայություն եղավ, դա է իմ սիրելի որդին, որի վրա կա իմ ամբողջ բարեհաճությունը, ողջ բարեհաճությունը, կատարյալ բարեհաճությունը, իմ սիրելի որդին, իմ հաճելի որդին, կամ ուրիշ տեղ ասում է, որի վրա կա իմ հաճությունը, կամ ուրիշ տեղ ասում է, դա է իմ սիրելի որդին, մեկ էլ Սարումներ, չէ՞, տես բան վկայ, նրան լսեցեք, անգամ այդ Սարում այդ վկայությունը եղավ, վախեցան առաքյալները, չէ, մինչև այդ ինչ են մտածում, Հիսուսին տեսան, Եղիային Մովսեսին տեսան, և մտածեցին հավասար են, էլի, որտև փառքով տեսան, ուսին մի հատ տաղավար շինենք իրեքիդ համար, Աստված վկայություն տվեց, դա է իմ սիրելի որդին, ինքը ուրիշ է, իր հետ է կապված ամեն բան, իր ինքն է մեծը, բարձրը, նրանով է, նրա համար է, նրա հետ է կապված ամեն օրհնություն, բարի, ամեն բան պետք է բովանդակվի Քրիստոսի հետ։ Որևէ մի բանի լինելը, որևէ մի բանի սկիզբը, վերջը, վախճանը, ամեն բան Քրիստոսով պիտի լինի եւ Քրիստոսի հետ կապված։ Եվ շարունակությունը կարդամ, ինչպես որ ընտրեց մեզ նրանով աշխարհի ստեղծելուց առաջ։ Նախ մեր ընտրությունը հենց նրանով է։ Տեսեք ինչ ասում, աշխարհի ստեղծելուց առաջ։ Աշխարհի ստեղծելուց առաջ մենք չկայինք։ Եթե չէր ստեղծվի աշխարհը, մենք էլ չենք ստեղծվի։ Բայց ինչ ասա նշանակում, ասենք ծրագիրը, խորհուրդը Աստված։ Հələ ոչ մի բան չէր ստեղծել, բայց իր խորհուրդն ու ծրագիրը որդու համար էր։ Ումը որ պիտի ընտրի եւ ասենց ասած իր որոշած բարիքները հաստատի պիտի Հիսուսի հետ կապված ընտրությունը ընտրի։ Ոչ թե դու լավն ես, ոչ թե դու պահեցիր էսի, այնի արեցիր, այլ որովհետեւ դու Հիսուսին իր որդուն ընտրեցիր, ինքն էլ քեզ ընտրում։ Հիմա էլ այդպես նորից եմ ասում։ Ասում Սուրբ Հոգին պիտի գա աշխարհին պիտի հանդիմանի մեղքի համար։ Ու որ կարդում ես ինչ մեղքերի համար, տեն ես լրիվ Հիսուսի հետ կապված մեղքի համար, որ չհավատացիք Հիսուսին, որ անարդար դեր արդարության համար, որ ասում է հոր մոտ է մետում, դատաստանի, այսինքն բոլոր բաները Տեր Հիսուսի հետ է կապված, որ պիտի Սուրբ Հոգին մարդկության մեջ այս աշխատանքն է կատարում, մեղավոր եք, որովհետև Հիսուսի հետ սխալ վարվեցիք։ Վերջում դատաստանը գիտենք ոնց է լինում։ Դատվում են նրա համար, ասում է Տեր, ասում է ես մեռա եւ հարություն առա Հովանու հայտնության առաջին գլխում եւ
դժողքի ու մահվան բանալիները ինչ իմ ձեռքին է, այսինքն ես եմ բացում ու փակում։ Առանց Հիսուսի ոչ մեկ չի եթում դժողք, առանց Հիսուսի ոչ մեկ չի եթում կյանք։ Եվ Հիսուսի հետ կապված հարցն է, որ կեթած դժող թե կեթած կյանքի մեջ։ Երբ որ այդ մանուկը ծնվել էր, հիշում եք Սիմեոն ծերունու վկայությունը, ասաց այս մանուկը մեկն է լինելու Իսրայելի մեջ, որ շատերի բարձրանալու, կանգնելու եւ շատելու ընկնելու պատճառ պետք է եւ հակառակության պատճառ պետք է, այսինքն լուրջ անձ է։ Այսինքն սրա հետ կապված է շատ բաներ որոշում այս մանուկի ոնց կվերաբերեն, ըստ դրա էլ նրանք կամ կբարձրանան, այսինքն Աստծո աչքի լույսը կդառնան, Աստծո ամեն օրհնությունների կարժանանան, կամ էլ թե չէ, եթե սխալ կվերաբերվեն, ինչ կանեն, ինչքան էլ լավ լինեն, ընկնելու են։ Քահանաները շատ լավն էին ինչ-որ ժամանակում, Աստծո ծառաներ էին կոչվում, հատուկ նրանց համար խոսք ու օրհնություն կար, բայց երբ որ Հիսուսի հետ սխալ վերաբերվեցին, նրանք ընկան։ Նրանց տեղը կանգնեցին մարդիկ, որոնց մասին բան չէր խոսվել, օրինակ հին ուխտում, ձկնորսներ եւ այլ։ Դառան հզոր Աստծո մարդիկ ու մեծ իշխանություն տրվեց։ Հիսուս ասաց՝ իմ հետ կնստեք, Իսրայելի 12 ցեղեր կդատեք։ Աթոռներ տրվեց, թագավորություն տրվեց։ Այո, այդ ճանապարհը Տերն է։ Եվ այստեղ շարունակեմ ասում մեզ որ մենք սուրբ ու անարատն ենք նրա առաջին սիրով, մեզ առաջուց սահմանելով, տեսեք առաջուց բառը ինչքան է օգտագործում, առաջուց, ընդեղ էլ ասեց առաջուց դրավ իրանում։ Մեզ առաջուց սահմանելով, այսինքն դա նշանակում է վաղուցվանից անվանեց, ոչ թե ուղղակի ընթացքում ինչ որ բաներ կատարվեց երկրի վրա, ինչ որ բաներ փոփոխվեց, Աստված էլ որոշեց սենց լինի։ Սահմանի ինչ որ բան մեզ համար առաջուց, վաղուցվանից, որ իրեն որդեգի լինենք Հիսուս Քրիստոսի ձեռքով իր կամքի հաճության պես։ Ժառանգորդ լինես, այսինքն Աստված իր հարստություն, ունեցվածք, փառք, իշխանություն, աթոռ, որ ունի, դու ժառանգորդ լինես դրա մեջ, բայց ում պատճառով, իր անունով, իր ձեռքով, Հիսուս Քրիստոսի։ Իր փառավոր շնորհքի գովասանքի համար, որ նրանով ցույց տվա մեզ այն սիրելիովը, այսինքն որդովը, սիրելիովը դա ցույց է տալում, որ ունենք փրկություն նրա անունով, մեղքերի թողություն իր շնորհքի մեծության չափով։ Էլի իր անունով փրկություն, իր շնորհքի մեծության չափով Հիսուսի փրկություն մեղքերի թողությունն է։ Եվ խոսում է այլ բաների մասին, շարունակության մեջ նորից անդրադառնում է բան։ Տեսնում եք, նույն Եփեսացիս թուղթը վերջում, երբ որ Պողոս առաջի գլխի վերջում այսպիսի բան է ասում Քրիստոսի համար, որ ով է Քրիստոսը, որ ասում է ամեն իշխանությունից, պետությունից, զորությունից, ստորությունից վեր, ամեն անունից վեր անուն անվանում է ոչ միայն այս աշխարհում, այլ նաև հանդերձյալում։ Հիսուսի անունը ամեն ինչից վեր անուն է։ Ոչ միայն այս աշխարհում, այլ նաև հանդերձյալում։ Եվ ամեն բան նազանդրեցրեց նա ոտքերի տակ, եւ նրան գլուխը դրավ եկեղեցուն, բոլոր բաները, որ է նրա մարմինը, այն լրումը, որ ամենը ամենի մեջ լրացնում է։ Հետաքրքիր է, չէ՞, ասում Հիսուսին անվանեց լրում, որ ամենը ամենի մեջ լրացնում է։ Ամեն ինչի մեջ Հիսուսն է լրումը, ամենը լրացնում է, այսինքն ամեն բարի բան, ամեն օրհնություն, ամեն ինչ, նրանով է կյանքը, նրանով է սկիզբը, նրանով է ընթացքը, նրանով է վերջը, ասում է ինքը ամեն բանի մեջ ինչ որ կա, այսինքն այդ ամեն բանի մեջ բան բառը մենք շատ ենք օգտագործում, ամեն ինչի չէ, այդ կապում ենք։ Ամեն բանը նա է լրացնում, կատարյալ լրում բերում, այսինքն լրացնել նշանակում է լցնում, տալիս, նրա ձեռքով։ Առանց նրա ոչ մի բան չի լինում։ Այստեղ այսպիսի խոսք կա նորից ասում։ Ուրիշ տեղ Հռոմեացիս 11:36-ում Հիսուսի համար ասում է Աստծո եւ Հիսուսի, ասում է նրանից է ամեն բան, նրանով ամեն բան եւ նրա համար ամեն բան։ Ամեն բան կապվեց նորից նրա հետ։ Եթե մի բան կա Հիսուսից է, եթե մի բան պիտի լինի Հիսուսով է, եթե մի բան կա պիտի ծառայի ումը Քրիստոսի, Տիրոջը։ Այսպես է կառուցել Աստված, իր խորհուրդը դրել եւ իրականացրել։ Հովանո 5:23 խոսքում ասում է հայրը սիրում է իր որդուն, չէ՞, եւ ամեն բան ինչ արել նրա ձեռքն է տվել։ Ասում է որ
պատվեն որդուն այնպես, ինչպես որ հորը կպատվեն։ Որդուն չպատվողը հորն էլ չի պատվում։ Այսինքն հայրը իրեն սենց է տեսնում, ինքը ոնց որ ասած պատվազուրկ չի տեսնում, որ Հիսուսը բարձրացել է, մեծարվել է, ամեն ինչ նրա հետ է կապվում, ամեն ինչ նրա ձեռով պետք է լինի, ամեն ինչ նրա համար կլինի, չէ, հակառակ, հենց հայրն է տենց արել։ Սիրել է իր որդուն եւ ամեն բան իր որդու ձեռքն է տվել։ Հասկանում եք, հայրը շատ է սիրում իր որդուն։ Հոր ուշք ու միտք իր որդին է։ Հայրը իր որդու վրա է ծրագիր կազմել։ Անկամ մեր համար որ ծրագիր է կազմել, իր որդու պատճառով այդ ծրագիրը կազմել։ Եթե մեզ որոշել է գլխավոր նպատակը էսա, չէ, որ մարդը նմանվի ումը Քրիստոսին։ Հենց իր որդու պատճառով, որ Հիսուս երևա մեր մեջ, Հիսուս ամեն ինչից մեջ լինի, Հիսուս փառավորվի, Հիսուս բարձրանա, Հիսուսի պատկերը, նկարագիրը, կյանքը, խորհուրդներն ու ծրագիրները մեր միջոցով արտահայտվեն, բարձրանա իր որդին։ Հիսուս երևա իր մարդկության։ Մարդիկ կարևորվեցին, շատ կարևորվեցին իր ստեղծագործության մեջ Հիսուսի հետ կապված հենց։ Առանց Հիսուս կարևոր չենք։ Այդպես է։ Եվ այստեղ ասում է հայրը որոշել է որդու ձեռը ամեն բան տա, ինքը շատ է սիրում իր որդուն, որդուն է բարձրացնում, իրան էլ չի բարձրացնում, իր որդուն է բարձրացնում, որ պատվեն որդուն այնպես, ինչպես որ հորը կպատվեն, այսինքն հայրը կաներ, հորը պատիվ կտա, ինչ է, հայրը ասում է ես չեմ անում, տվել եմ թող որդիս անի, կյանք տա, օրհնի, ների, սրբի, ամեն բարիքը, որ դուք որդուն պատիվ տաք, ես դրանով պատվված եմ արդեն։ Բայց այնպես պատիվ տակ ոնց որ հորը պետք է պատվի։ Շատերը ասում են Հիսուսը Աստված չի, ոմանք ասում են։ Նրան պետք չի երկր պակել կամ փոքր Աստված, ասեն ստություններ են խոսում։ Բայց ասում է պատվեն որդուն այնպես ինչպես հորը կպատվեն։ Հորը ոնց են պետք է պատվեն, եթե հորը ընդունում ես Աստված, ոնց հորը Աստծո պատիվ չէ պետք է տաս։ Այդ պատիվը որդուն տաս։ Այն փառքը, գովասանքը, շնորհակալությունը, երախտագիտությունը, ծառայությունը, որ հայրը քո համար անում է, ասում է, այդ ին որդուն տուր։ Ես տվել եմ որդիս անի, որդուս ձեռով լինի, որ դու ին որդուն տաս։ Իրոք, սա շատ տեղերում է խոսում այս խորհրդի մասին։ Պողոս ասում է, ես հենց դրա համար առաքյալ, ծառա կարգվեցա, որ Աստծո խորհուրդը իմ ձեռքով հեթանոսների մեջ իրականանա։ Եփեսացիս 3-րդ գլուխը կարդացեք, Փիլիպպեցիս թղթում ասում, Կողոսացիս թղթում ասում, այս խորհուրդը կար վաղուց վանից, շատ վաղուց վանից, ոչինչ չկար ստեղծված։ Ես էլ դրա համար եմ կարգվել։ Այսպես է ասում Սուրբ Գիրքը։ Եվ նմանատիպ համարներ շատ կան, որ կարդում ենք Հովանու առաջի գլուխն էլ այդպես ասում, այլ տեղեր էլ կա, 2-րդ Կորինթացիս 1:20-ում ասում է Աստծո բոլոր խոստումները այո են եւ ամեն են ում մեջ Հիսուս Քրիստոսում։ Այսինքն Աստված իր խոստումները տվել է ու կկատարի Քրիստոսով։ Հասկանում եք, այդ անունը շատ բարձր է։ Դա Աստված հասկանանք մեր կյանքում է շատ բարձր։ Աստծո մոտ շատ մեծ թանկ անուն է, բարձր անուն է։ Այնքան թանկ ու մեծ է, որ երբ որ դու այդ անունը քո վրա ես ընդունում, դու շատ թանկ ես դառնում իր համար։ Շատ կարևոր ու մեծ ես դառնում։ Ու Աստված չի խնայում ոչ մի օրհնություն մենակ նրա համար, որ Քրիստոսին ես, Քրիստոսի անունը քո վրա է։ Բայց Աստված ատում է եւ դատապարտելու է, բարկանում է, պատժում է ամեն նրանց, ովքեր իր Քրիստոս որդու անունը մերժում անարգում են։ Ուրիշ ճամփեք են մանավանդ դրել, ուրիշ զոհեր են անում, ուրիշ ճանապարհներ, այսօր աշխարհի մեջ գործ է կատարվում, չար գործ Հիսուսի դեմ։ Ուզում են երրորդ տաճար ինչ բան կառուցեն, ուզում են ուրիշ զոհեր երկրպագություններ բարձրացնեն, Հիսուս զոհը մերժեն, Հիսուսով հաստատված նրայնով հաստատված նորուխտը մերժեն։ Սրանք դուրս են եկել Աստծո այդ հավիտենությունից, ասենց ասած որոշված ծրագրի դեմ, հասկանում եք, Աստված որոշել է որդին բարձրանա, որդու հետ կապվի, սրանք որոշել են որդուն մի կողմ դնեն, իրանց անասուններով զոհեր անեն, իրանց ուզած բաներ, սրանք չարություն են անում։ Մեծ աչար, նրանք ովքեր Քրիստոս են մերժում, մեծ վնաս են տալիս, մեծ չարություն են անում, երբ որ հասկանում ես հոր սերը, հոր պատիվը, հոր ծրագիրը, որդու հետ կապված, հասկանում ես իրոք մեծ չարություն է, ավելի մեծ, քան սուտ խոսալը, գողություն անելը, կամ ես իմ ինչեր անելը։ Հիսուսին չհավատալը ավելի մեծ մեղք կա։ Որտեւ ասում է ստախոս անում ումը հորը,
հայրը իր որդու համար վկայեց, հայրը իր որդուն բարձրացնում է, բայց մարդը անարգում է իր որդուն։ Դրանով ինքը անարգում է հորը, հոր սիրելիին։ Թող Աստված օրհնի մեզ, որ մենք իրոք ինչպես հարկա պատիվ տանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հոր ուղարկածին, եւ այս ճանապարհով է միայն ամեն բարիքը, որտեղ նրա հետ է կապված։ Հովհաննեսը խոսում է, ներկայացնում է, որ սկզբում էր, չէ՞, ասում է, բանը եւ բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր։ Սկզբում նա Աստծո մոտ էր, ասում է։ Ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Հետո ասում է, երբ որ բանը մարմին ակավ, դառավ Քրիստոսը։ Այսինքն Աստված հայտնվեց մարմնում, ինչ է ներկայացնում, շնորհքը եւ ինչ ճշմարտությունը ինչ եղավ, նրա ձեռքով տրվեց։ Աստված նրան ուղարկեց շնորհք ու ճշմարտության աղբյուր։ Ով ուզում է Հիսուս Աստված ճանաչի, պիտի Քրիստոսին դիմի։ Ով ուզում է Աստծո օրհնությունները որդնի, պիտի Քրիստոսին դիմի։ Ով չի ուզում Հիսուսին, մեկը Քրիստոսն է նրա հետ գործ ունենալու։ Քրիստոսը Տեր ասեց. ես եմ ալֆան, ես եմ օմեգան, ես եմ սկիզբը, ես եմ վերջը։ Վերջը ոչ մեկ չի կարա Քրիստոս շրջանցի, չի կարա, եթե անգամ իր ամբողջ կյանքում շրջանցի էլ անարգի, կայնելու է Քրիստոսի առաջ, գործ ունենալու Քրիստոսի հետ, ամեն ինչ բովանդակվել է Քրիստոսի մեջ, ամեն ինչ Քրիստոսով պիտի լինի։ Մենք մի հատ գծագիր ենք, չէ՞, ներկայացնում, շրջան կենտրոնում Քրիստոսով, ու բոլոր բաները sense Քրիստոսի հետ կապված։ Ինչ որ է շրջանի վրա կա, Աստծո հետ կա, Աստծո։ Ասում թե երկնքում, թե երկրի վրա, թե ամեն ինչ։ Համար Տերը օրհնի մեզ, որպեսզի մենք այո խոնարհվենք Աստծո ձեռքի տակ, խոնարհվենք նրա որդու ձեռքի տակ։ Եվ սա մեր հաջողությունը, ոնց որ ասած, Աստծո առաջին է սրա մեջը։ Նրա սիրելիին ընդունելը, այդ բարձր պատվական անունը, որ Աստծո մոտ կա, մեր համար էլ բարձր ու պատվական անենք, խոնարհվենք, հնազանդվենք, ծառայենք։ Ասում է, որդուն համբյուրեցեք, որովհետև նրա բարկությունը շուտով պիտի բորբոքվի։ Այսինքն խոնարհվեք ով մարդիկ, թե չէ, մեկ էլ ինչքան էլ ասեք չեմ ուզում, գործ եք ունենալու իր հետ, որովհետև Աստված տենց է նախատես։ Բերեք աղոթք։